Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի եւ Արցախի բնիկ հայ ժողովուրդներուն իրավունքները հագամարտության եւ հետհագամարտային իրավիճակներու մեջ։ Հայկական մշակութային ժառանգության ովևէ խորհրդանիշ չի գրնար եւ պետք է ներկայացվի որպես հակապետական Հովիկ Ավանեսով։ Կալանավորված է Գոստան Տոբոլսո մեջ հայկական գերեզմանադամ վրա հարցակում կորցած անձը։ Շուշիի Գոդորածը մշակ թերթի վկայություններով Աշոտ Հարությունյան։ Հիշողությունը գործընծուցած ժողովուրդը ապակա չի գրնար ունենալ։ Արբանյագային լուսանգարները վնասներ արձանագրած են Իրանի Բուշեհրի ատոմագայանին մեջ։ Իսրայելի վարչագարկը շարունակած է հարվածները Լիբանանի հարավը։ Ուրարտական վահանի խորհրդանիշները Անուշ Հակոբյան։ Սույն հուշակիրը, որ 2026 թվականի հունվար 31-ին փոխանցված է քարտուղարության, որպես ներդրում բնիկ ժողովուրդներու պաշտպանության միջազգային քննարկումներուն, կուսումնասիրե Արևմտյան Հայաստանի եւ Արցախի բնիկ հայ ժողովուրդներու իրավիճակը, մարդու իրավունքներու, միջազգային մարդասիրական իրավունքի եւ բնիկ ժողովուրդներու իրավունքներու լույսին տակ։ Վերլուծությունը կներկայացնե միջազգային իրավունքի հնարավոր խախտումները, ներառյալ հարգատիր դեղահանությունները, մշակութային եւ գրոնական ժառանգության նկատմամբ ոտնձգությունները, քույքի ոչնչացումը եւ դեղահանվածներու վերադարձի խոչընդոտները, անդրադառնալով կանխարգելման, պաշտպանության եւ հատուցման միջազգային բարդավորություններուն։ Ուսումնասիրությունը հիմնված է ՄԱԳ-ի կանոնադրության, ցեղասպանության մասին 1948 թվականի կոնվենցիային, Ժնևյան կոնվենցիաներուն, Հակայի 1954 թվականի մշակութային արժեքներու պաշտպանության կոնվենցիային, ինչպես նաև բնիկ ժողովուրդներու իրավունքներու մասին ՄԱԳ-ի հռչակագրին վրա։ Փաստաթուղթը կներառե նաև հայկական հարցի համար կարևոր պատմական եւ իրավական հղումներ։ Գոստան Տոբոլսո զինվորական դատարանի 1919 թվականի վճիռը, Սևրի Տաշնակիրը, Ուդրո Ուիլսոնի 1920 թվականի իրավարար վճիռը եւ ցեղասպանության միջազգային իրավական դոկտրինի զարգացումը։ Ուսումնասիրությունը կանդրադառնա նաև միջազգային դատարաններու փորձառության, ցեղասպանության կանխարգելման, մշակութային ժառանգության պահպանության եւ դեղահանված անձերու վերադարձի իրավունքին վերաբերյալ։ Վերջապես, փաստաթուղթը կառաջարկե օգտագործել միջազգային մեխանիզմները, խախտումներու անկախ փաստագրում, ապացույցներու պահպանում, մշակութային ժառանգության պաշտպանություն եւ դեղահանվածներու գամավոր ու արժանապատի վերադարձ ապահովելու համար։ Սույն ուսումնասիրությունը կներկայացվի որպես ներդրում բնիկ ժողովուրդներու պաշտպանության, մարդու իրավունքներու պահպանման եւ միջազգային արդարադատության ապահովման ուղղությամբ հիմնված խաղաղության, անվտանգության եւ միջազգային իրավունքի սկզբունքներուն վրա։ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ, Արևմտյան Հայաստանի հայերու ժողով։ Արցախի մշակութային ժառանգության մարդու իրավունքներու պաշտպան Հովիկ Ավանեսով դատապարտած է Երևանի Անուշավան Դեր Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցին մեջ ցուցահանդեսեն աշակերտի «Մենք ենք մեր սարերը» Դադիկ Պապիկ հուշարձանը պատկերող աշխատանքին հեռացումը։ Աննշած է, որ այս քայլը կխախտե երեխային ստեղծագործական ազատության եւ մշակութային ինքնության իրավունքները, կհագասե գրթական ու միջազգային իրավական սկզբունքներուն եւ գոչ ուղղած է իրավասու մարմիններուն լիարժեք քննություն կատարել ու կանխել նման դեպքերու կրկնությունը։ Գոստան Տոբոլսո Սկյուդարի Սուրբ Կարապետ հայկական գերեզմանադամ բղծման գործով գասկածյալը գալանավորված է։ Հարցակումին հետևանքով վնասված էին 6 գերեզման եւ 1 աղբյուր։ Դեպքեն յետ դեմ գուսակցության պատգամավորը խորհրդարանի մեջ հետաքննություն պահանջած է, գոչ ուղղելով ուսումնասիրելու հայկական եւ մույս քրիստոնեական գերեզմանատուններու եւ պաշտամունքի վայրերու դեմ հարցակումները եւ բարձրաբանելու ադելության հողի վրա գործված հանցագործությունները քննությունը եւ մշակութային ժառանգության պաշտպանության միջոցառումները։ 1920-ի Շուշիի հայերու գոդորածներեն ետք մշակ թերթը քաղաքը նկարագրած է որպես հսկայական սպանդանոց եւ լուր գերեզմանադուն, ներկայացնելով զանգվածային գոդորածները, հրգիզումն ու ավերածությունները։ Ըստ հրապարակման 3 ժամվան ընթացքին Շուշին գրեթե ամբողջությամբ ոչնչացված էր, հազարավոր հայեր սպանված կամ ողջագիզված, իսկ շուրջ 12000 մարդ փրկված էր գործընծնելով դուն ու ունեցվածքը։ 1926-ին Շուշի այցելած ռուս գրող Մարիետա Շահինյան եւս հաստատած է ողբերգական պատկերը, նշելով որ քաղաքին մեջ ոչինչ մնացած էր, որ կյանք հիշեցներ։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան դատապարտած է Երևանի Անուշավան Դեր Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցին մեջ «Մենք ենք մեր սարերը» Դադիկ Պապիկ հուշարձանը պատկերով մանկական նկարին ցուցահանդեսեն հեռացումը։ Աննշած է, որ նման վերաբերմունքը կվտանգե պատմական հիշողությունն ու մշակութային ինքնությունը, իսկ պետական ու գրթական կառույցները բարդավոր են պահպանել ազգային հիշողությունը։ Հակոբյանն նաև ընդգծած է, որ այս պատմության իրական հաղթողները երեխան եւ իր արժեքներուն հավատարիմ մնացած ուսուցչուհին են։
Արբանյակային նոր լուսանկարները ցույց կտան, որ Իրանի Բուշեհրի ատոմագայանը վնասված է Միացյալ Նահանգներու վերջին օդային հարվածներեն ետք։ Հուլիս 7-ի եւ 12-ի պատկերներու համեմատությունը կբացահայտի հարվածներու հետքեր ատոմագայանին եւ անոր օժանդակ ենթակառուցվածքներուն մեջ։ Վնասները արձանագրված են Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ռազմական լարվածության սրման պայմաններուն մեջ։ Լիբանանի հարավը իսրայելյան ուժերը շարունակած են ռազմական գործողությունները քննադատելով բնակավայրեր եւ անօդաչու սարքերով հարվածներ հասցնելով։ Մանսուրիի վրա հարձակումին հետևանքով զոհեր արձանագրված են, իսկ Հարիսի բնակիչները շրջապակված վիճակի մեջ դիմած են բանակին տարհանման համար։ Ծորենի արդերուն մեջ հրթեհներ բռնկած են, որոնց դեմ պայքարած են քաղաքացիական պաշտպանության եւ բանակի ստորաբաժանումները։ Արվեստաբան Անուշ Հակոբյան կգրե, որ առյուծի հզոր մռնչյունը եւ ցուլի գերբարը տարեր շարունակ խորհրդանշած են հայոց պետականությունը, զորությունն ու դոգունությունը, մարմնավորելով նախնիներուն ուժն ու արժանապատվությունը։ Լուսանկարին մեջ ներկայացված է Սարթուրի Պեն թագավորի արձանագրությամբ ուրարտական վահանի հատվածը, որ կպահպանվի Հայաստանի պատմության թանգարանին մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։